Անուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօրվա ճաշու ընթերցվածքը, ավետարանական ընթերցվածքը Հովանու ավետարանի 6-րդ գլխից է։ Տեսեք, նախորդիվ մենք տեսանք, թե ինչպես մեր Տերը հացը բազմացրեց։ Երբ որ հացը բազմացրեց, հրեաները իրենց պատկերացած Մեսիային տեսան, որ ահա այն թագավորը, որ պետք է գա, իրենց համար կերակուր կտա, նյութական բարիքները կտա, իրենք հանգիստ կապրեն։ Իդեպ շատ հաճախ եմ սա ասում, հրեաները մինչ այսօր դա են ուզում եւ դա են ցանկանում հրեաները։ Եվ մեր Տերը չցանկացավ թագավոր լինել, որովհետև հարիր չէր, որ երկնքի եւ երկրի արարիչը, ճշմարիտ թագավորը մի փոքրիկ ազգի թագավոր լիներ։ Եվ հարիր չէր, եւ ճիշտ չէր, երբ որ ինքը ամեն ինչի տերն ու տիրակալն է, ընդամենը մի փոքրիկ ազգ նրան թագավոր անվաներ։ Եվ տեսեք, ինչու չցանկացավ նաեւ, որովհետև հրեաները իշխանության վախից նրան չէին խաչի, որովհետև բոլորն էլ կուրորեն հետևում են իշխանությունների ասածներին։ Եթե ունենային, եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսին թագավոր կարգեին, մեր փրկagorցությունը տեղի չէր ունենա։ Եվ մեր Տերը, ինչպես գիտեք, կրկին վերադարձավ լեռը, աշակերտները նրան դիմավորեցին, փնտրեցին եւ Գալիլեայի ծովում մեր Տերը իրեն ցույց տվեց երևաց աշակերտներին եւ սփոփեց նրանց. մի վախեցեք, ես եմ։ Կարծես թե ինքը ցույց էր տալիս, որ այն Աստվածն է, որ Մովսեսին երևաց վառվող մորենու մեջ, բայց չայրվող, եւ ասեց ես եմ։ Մովսեսն ասեց գնամ ինչ ասեմ, ասեց ես եմ, որ է։ Ահա այդ նույն Աստվածը, երկնքի եւ երկրի արարիչը, առաքյալներին է ասում, ես եմ, մի վախեցեք։ Մեզ ամրության կոչ անելով, մեզ քաջության կոչ անելով, մեզ ամրապնդելով մեր ճշմարիտ հավատքի մեջ, որովհետև մեղքը մարդու մեջ է մտնում տգիտությունից։ Եվ այդ մեղքերից մեկը վախի մեղքն է։ Մեր Տերը փրկեց մարդուն վախից։ Ինչպես ենք մենք այդ մեղքերին գնում։ Տեսեք, մենք վախենում ենք մահից, բայց մեր Տերը եկավ եւ ասաց՝ մի վախեցիր, որովհետեւ ես եմ կյանքը, ես եմ հարությունը։ Մենք վախենում ենք թշնամիներից, մեր Տերը ցույց տվեց իրական թշնամուն սատանային, որ ինքը հաղթեց եւ մեզ հաղթություն պարգևեց։ Մեր Տերը ասաց մի վախեցեք, մենք վախենում ենք մեր նյութական բարիքները կորցնելուց, բայց ինքը, որ հարուստն էր, մեզ համար աղքատացավ, եկավ, մեզ նման եղավ, մեր աղքատ բնությունը ընդունելով, որպեսզի մեզ կարողանա հարստացնել իրենով, Հիսուս Քրիստոսով։ Եվ մեր Տերը երևաց նաև ժողովրդին։ Գալիս է դեպի ժողովուրդը եւ ժողովուրդը հարցնում է, ասում է, ուր էր քեզ էինք փնտրում։ Եվ մեր Տերն ասում է, ինչ չեք փնտրում, որովհետեւ սքանչելիքներ տեսակ, Աստծո զորությունը տեսակ, Աստուծո ներկայությունը տեսակ,
աստվածային գեղեցկությունը տեսաք, այլ ինձ փնտրում եք, որպեսզի ուտեք ու խմեք, ձրից սնվեք։ Եվ մեր Տերն ասում է գնացեք եւ աշխատություն արեք ոչ կորստյան կերակուրի համար։ Ինչու, որովհետև մեր սովորական կերակուրը մեզ ոչ մի օգուտ չի տալի հոգևոր առումով։ Միայն մարմնավոր օգուտ է տալի, որպեսզի մեր մարմինը ապրի։ Բայց դրա չարաշահումը տանում է դեպի մեղքի, տանում է դեպի հոգևոր պարտության, ворգրամոլության։ Դրա համար ասում է գնացեք աշխատ արեք, աշխատեցեք ոչ կորստյան կերակուրների համար։ Որոնք են ոչ կորստյան կերակուրները։ Հավատքը, որովհետև ինքը եկավ եւ մեզ ճշմարիտ հավատքը ցույց տվեց։ Խոստովանում եւ հավատում ենք Հայր Աստծուն։ Խոստովանում եւ հավատում ենք նաեւ Որդի Աստծուն։ Խոստովանում եւ հավատում ենք նաեւ Հոգի Աստծուն։ Խոստովանում եւ հավատում ենք ամենասուրբ երրորդությանը։ Ոչ թե 3 աստվածներ, այլ մեկ Աստված։ Մեկ կամք, մեկ թագավորություն, մեկ իշխանություն, արարիչ երևելիների եւ աներևույթների։ Երկրորդը դա գործն է, որովհետեւ հավատքն առանց գործերի մեռած է։ Երբ որ որևէ մեկը հավատք է ընծայում, բայց գործեր չունեն, պարապ է իր հավատքը։ Եթե որևէ մեկը քրիստոնեական կրոնն է ընտրել, ուրեմն ինքը պետք է հաստատուն մնա իր գործերով իր կրոնի կողքը։ Եթե մեկը եկեղեցին ունի որպես մայր, իր գործերով պետք է եկեղեցու կողքը լինի եւ մեջը լինի եկեղեցու։ Երրորդը դա գիտությունն է։ Աստվածաշնչյան գիտությունը։ Մեր Տերը շատ հետաքրքիր է հրեաներին նախատում, ասում է գնացեք եւ սովորեք, թե ինչ է ասում, ողորմություն եմ կամենում եւ ոչ զո։ Ովսեի մարգարեության 6-րդ գլխի 6-րդ համարն է ասում։ Գնացեք եւ սովորեք, որովհետեւ հին ուխտը շատ գեղեցիկ է ասում, իմ ազգը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Այդ աստվածային գիտության մասին է։ Չորրորդը դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն է, որը ինքը բաշխեց ամբողջ մարդկությանը որպես փրկանք։ Սաղմոս 2-ն ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որովհետեւ քաղցր է Տերը 33-րդ Սաղմոսի 9-րդ համարում։ Ճաշակեցեք եւ տեսեք, որովհետեւ քաղցր է Տերը։ Այսինքն եթե դու ուզում ես այդ քաղցրությունը վայելել, ճաշակել, ուրեմն դու պետք է Տիրոջ մարմնին մերձենաս, բայց ոչ թե սովորությամբ, թերահավատությամբ, կասկածամտությամբ, այլ ճշմարիտ հավատալով, որ սա է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը։ Եվ հրեաները նրան հակադարձում են, փորձում են հակադարձել, ասում են Մովսես անապատում մեր հայրերին կերակրեց մանանայով։ Դու ինչ նշան ցույց կտաս։ Այստեղ նախ փորձում են անարգել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև ասում են Մովսեսը մանանա տվեց, դու ընդամենը գարեհաց տվեցիր։ Մովսեսի տվածը երկնային էր, քո տվածը երկրային։ Մովսեսը 40 տարի անդադար կերակրեց մանանայով, դու ընդամենը մեկ անգամ։ Մովսեսը ամբողջ հրեաներին կերակրեց մանանայով, դու ընդամենը փոքրիկ շրջանակի։
մի խումբ հավատացյալների։ Եվ մեր Տերը տեսեք, ասում է Մովսեսը չէ որ տվեց ձեզ, այլ իմ հայրը, որ երկնքում է, որտեղ Մովսեսը ոչ մի զորություն էլ չուներ, ինչ անում էր, Աստծով էր անում, ինչ անում էր, բանն Աստված էր նրան հրամայում։ Եվ ինչպես է նման մանանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին, երկուսն էլ երկնքից են, բայց իհարկե ոչ թե երկնքից բերեց իր մարմինը, այլ բանն Աստված միավորվեց Սուրբ Գույսի արգանդում եւ ծնվեց կատարելապես եւ եղավ մարդ կատարյալ հոգով, մտքով եւ մարմնով։ Մանանան անապական էր, պահվում էր սափորում եւ չէր փչանում, միայն ուրբաթ օրվա հավաքած մանանան էր մնում, եթե ավել հավաքեին կփչանար։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմին ու արյունը կատարյալ է, անապականն է։ Դա համար միայն ամբողջ աշխարհում հայ առաքելական Սուրբ եկեղեցին է անապակ պատարակ մատուցում։ Մնացածը թթխմոր են խառնում, գինուն ջուր են խառնում, միայն մեր եկեղեցին է, որ անապակ գինի է մատուցում եւ առանց թթխմոր, այսինքն բաղարջ հաց, ինչպես որ Աստվածաշնչում է ասում։ Ահա տեսնում ենք, թե ինչ օրինակներով մեր Տերը ցույց տվեց իր մարմնի եւ արյան գերակայությունը ամբողջ նյութեղեն աշխարհից, որովհետեւ մենք ինչ ենք կոչում հաղորդություն, հաղորդվում ենք, եւ սա մեծագույն խորհուրդներից մեկն է, որովհետեւ մենք տեսնում ենք հաց եւ գինի, գոյը չի փոխվում, բնությունը չի փոխվում, այլ փոխակերպվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Սուրբ Հոգով։ Քանան երբ որ վերջում օրհնում է, փոխարկելով հոգվովն սրբով։ Այսինքն երբ որ օրհնվում է հացն ու գինին, Տիրոջ մարմնի եւ արյանն է փոխակերպվում առանց նյութի փոփոխության։ Եվ ցույց է տալիս, որ ինքն է երկնքից իջած հացը, որ ով որ ճաշակի կփրկվի հավիտյան։ Որովհետև իր մարմինը մտնելով մեր մարմնի մեջ կենսագործում է։ Իր մարմինը մեր մարմնի մեջ բնակվելով աստվածակերպվում է։ Եվ իր արյունը հոսելով մեր երակներում մեզ մաքրազարդում է։ Շատ նման է թթխմորին։ Փոքրիկ թթխմորը վերցնում է եւ մի ամբողջ զանգվածի է թթխմորեցնում, խմորեցնում։ Այնպես էլ Տիրոջ փոքրիկ մարմինն ու արյունը ճշմարտապես մեզ աստվածակերպում է։ Մենք դառնում ենք իր որդիները։ Չճաշակեք իմ մարմին ու արյունը, ասում է Տերը, երկնքի արքայություն չեք մտնի։ Մարդ չի կարող երկնքի արքայությանը ժառանգորդ լինել, եթե ինքը հաղորդություն չունի Աստծո որդու մարմնին եւ արյանը։ Այն հիմա հարցերը կարող եք տալ։ Մենք որսես նայում ենք Խորանին, աշխողմը էսա ձախեն ողագեդոպի հաստամել, հիմա Խորանի համար որն է համարվում աճ։ Աճ կողմը սա է, ձախ կողմը սա, որտեղ մենք պետք է Քրիստոսի խաչելությունից նայենք։ Միակ որտեղ աղանդաղավորական եկեղեցի
եկեղեցու անդամ կար, կարծեմ շաբաթաբար պետք է լիներ։ Մեզ մեղադրում էր, որ մենք նախ մասոնական աղեկավարությունը դե թե ոչ չենք հավատում։ Ասում է մեր եկեղեցին, որ խորանի հետևով գնում են, ասում է աճից ցախ են գնում, ոչ թե ցախից աճ։ Այսինքն մենք գիտենք, որ աճը բարու խորհրդանիշն է, ցախը չարի, չէ։ Հիմա ուզում եմ ասեմ, մենք որ գնում ենք, որ դուք գնում եք պատվակի ժամանակ, որ կողմից է գնում, որ կողմը հավատում, ես չեմ հիշում այդ։ Դա տարբեր օրինակ Երուսաղեմում նման բան չկա, դա ինչ կապ ունի։ Մեղադրում են, որ մենք այլ գնում ենք աճից ցախ, այսինքն Ինչ կապ ունի, դա ինչ կապ ունի։ Հասկանում եք եկեղեցուն ինչի մեջ են փորձում մեղադրել, ամեն մեկը քաղաքականության մեջ, մեկը շարժումների մեջ, մեկը եսի ինչերի մեջ, շորերի մեջ, զգեստերի մեջ, մեկը կար թրաշի մեջ էր փորձում մեղադրել, դա ինչ կապ ունի։ Հյուսիս, արևելք, հարավ, երբ որ սկիհը վերցնում են, դա Աստվածաշնչյան, երբ որ սարկավակը վերցնում է վերաբերումն է անում, Աստվածաշնչյան սաղմոստերի տողերով է անում դա։ Հարևու եհարս խորանյուր և ինքն որպես պեսա զի ելան է առագաստե յուրմ է, ելնում է իր առագաստից։ Հետո արդեն ճանապար արեք այն միք, որ նստի հերկինը սնդարևելս, և երորդը գալիս է արդեն Աստվածի հարավու եկես է և սուրբը նիփառան լեռն է։ Բոլորն էլ, ես ինչ էի ուզում ասել, բոլորն էլ տիրոջ ճանապարհներն են, բոլորն էլ տիրոջ ուղղություններն են, բոլորն էլ տիրոջ ստեղծածն է, և արևելքն է տիրոջ ստեղծածը, և հյուսիսն է տիրոջ ստեղծածը, և ամեն ինչը տիրոջ ստեղծածն է։ Դու եկեղեցուն մեղադրես 2000 տարվա եկեղեցուն մեղադրես հիմարությունների մեջ, հասկանում եք այդ կրոնական կազմակերպությունների մարդկանց ինչով են կերակրում, հիմա էլ, ու մի քանի հոգևորականներ իրենց են հարել, եկեղեցին փրկենք, եկեղեցին փրկվում է, դու մաքրվում ես ապաշխարությամբ, ելել են և ասում են, թե կուսակրոնության ուխտ է խախտվել, ու դա ասում են քահանաներ, կարգալուց եղած հոգևորականներ, եթե դուք կանոնագիրք հայոցով եք առաջնորդվում, ուրեմն դուք ամեն շաբաթ պետք է պատարագ մատուցեք, որտեղ կանոնագիրք հայոցում առաքելական կանոնների մեջ հստակ ասում է, ամեն շաբաթ սրբերի տոնին պիտի պատարագ մատուցվի։ Այո, պարտադիր։ Եթե չեք անում, ինչպես եք դուք պահանջում։ Օրենք պահանջելու համար դուք պետք է օրինապահ լինեք։ Կներեք, բայց մեղադրում են իրանց այդ մարդիկ, ովքեր հենց իրանք են խախտում։ Այո, հենց դա եմ ասում։ Երրորդ և չորրորդ կետեր առաքելական կանոնների կանոնագիրք հայոցը կարող են բացել և կարդալ։ Չորեքշաբթի և ուրբաթ բոլոր քրիստոնյաները պետք է ծոմ պահեն։ Բոլոր։ Իրենք էլ։ 5-ից 5-ը չեն, միսորվա 5-ից 5-ը։ 12-ից 12-ը թող պահեն։ Օրը այդպես հաշվենք։ Աներեցիք մի բան ասում, այդ որ մեղադրում են, պետք է իրենց հավատով, պետք է արագ մեղական նոր մեղադրել, առաջնահերթ, եթե ուզում են իմանալ։ Նախ պետք է իրենց ստուգեն, դա է ասում։ Իրենք պետք է մեղական նոր ուրիշներ մեղադրել։ Երկրորդը, դուք գիտեք, որ ըստ կանոնագիրք հայոցի, այդ եպիսկոպոսներն իրավունք չունեին գնալ վարչապետի մոտ։ Կանոնն է արգելում։ Ասում է, եթե մի եպիսկոպոս երկրի թագավորին, իշխանավորին, այն ժամանակ այդ համակարգն է եղել, հիմա այս համակարգն է։ Ուզենա գնալ մոտը, պետք է կաթողիկոսը թույլ տա, թղթով պետք է թույլ տա։ Ասում է, եթե թույլ չտվեց, իրավունք չունի մոտը մոտենալ։ Բայց նախկին եպիսկոպոսներից մեկը ասում է կաթողիկոսը թույլ չտվեց։ Ահա հենց այստեղ է կանոնի խախտումը։ Հասկանում եք, կանոնական խախտումը որն է։
Դրա համար սիրելի ավատացյալներ, ամեն մի ասած հիմարություն լուրջի մի առեք։ Ձեր գլուխները մի ցավացրեք։ Չենք հավատում, կներեք վերջին հարցերի, կարող այդ բառը մի չիմանաք, չկան հասկացա թուրքերն է, բիսմիլլա կարող եմ իմանաք։ Ինչը։ Բիսմիլլա։ Բանա, արաբերեն մուսուլմանական չեմ հիշում ճիշտ ասած։ Գիտեք ինչի, եդել ասում վերջացնեմ էլի շատ ճարաշահին։ Մեղադրում էին մեր, ես ասում եմ չի նշանակում հավատում եմ, ես դեմ եմ, ուղղակի ուզում եմ լսենք էլի բոլորս։ Մեր Բարտաս Սրբազյանը մեղադրում էին, որ այդ երկաշախումբը ստեղծել չէ, Իջևանում երեխեքի մանկական։ Ասում իրենք բիսմիլլա են երգում, ես լսեցի, կցկսավ էր բիսմիլլա, բիսմիլլա, ու դա երկրել մի հատ թուրք Էրդողանի հավաքել, մի հատ թուրք երկիչ Էրդողանի առաջ։ Չեմ լսել։ Նորմալ բառ, ասենք թե ուզում հասկանամ, դա ի՞նչ բառ է, որ Չեմ լսել, եթե բանակ ուղարկեք մյուս անգամ կպատասխանեմ։ Հա, հա, մի հատ ուղարկի, տեսնեմ այդ ինչա, որտեվ կարող անգլերեն բառը իրանք են սխալ հասկացել։ Հենց դա եմ ասում։ Դուք պետքա մի հատ բան անեք։ Հա, Արմեն ջան։ Հիսուսը, որ Տիրոջ կամքի մասին էր խոսում, այդ խաչմիջից առաջ, որ աղոթում էր, որ ասում էր բաժակը իմ դեմից նա ոչ թե կանգով Նախ ցույց է տալիս այդտեղ իր կատարյալ մարդ լինելը։ Երկրորդը ցույց է տալիս, որ ինքը հոր կամքն է կատարում։ Ամեն ինչ Հիսուս Քրիստոսի մեջ դուք պետք է տեսնեք բանն Աստծու եւ մարդեղության, տոնորյունության միությունը, որտեղ ինքը երբեմն խոսում էր այսինքն աստվածային բնությունը չէր կարող օրինակ հաց ուտել, չէ՞, բայց մարդկային բնությունը սովածանում էր ըստ իր կամքի, որտեղ եթե մենք հաց չուտենք, մի քանի ժամ հետո կսովածանանք, չէ՞, իսկ ինքը սովզգած 40-րդ օրը ինքն էր թույլ տալիս, դա համար մենք կոչում ենք անապական, հա, բայց մարդեղության, կատարյալ Աստված, կատարյալ մարդ, կատարյալ միության մասին է խոսքը, հա, ինքը դա այստեղ ցույց է տալիս իր կատարյալ մարդ լինելը։ Հա, հա։ Մահացած ժամանակ ինչ են անում, հոգիներ են տեսնում։ Ժողովուրդ, դա այնքան ինդիվիդուալ է, որտեղ երազները հիմնականում լինում են առօրյա հոգսերից, երազներ կան Աստծուց եւ երազներ կան սատանայից։ Մենք պետքա ճիշտը հասկանանք։ Պետքա ճիշտը հասկանանք, դրա համար գալիս են քահանայի մոտ, աղոթում են, շատ է եղել նման դեպքեր, աղոթքով մաքրվել է ամեն ինչ։ Հոգին տեսնել, հոգու հարցերը միանգամից ըստ Աստվածաշնչի լուծվում է, տանում են։ Իսկ Աստվածաշնչի մեջ այն օրը նա քարոզ կարտացի մեր եկեղեցի քահանան ու ես այդ մասի չէի մտածել։ Միացել բան կար, մենք սա գրքի մեջ որ ասում է կտականի մեջ։ Դուք ուրիշ բարեխոս չլսնեք, բացի բարեխոս ասա առաջ Հիսուս Քրիստոսը, չէ՞։ Այո։ Հա, մենք դեցել ենք անում, դա շատ անդավոր են ասում սրբել, ինչ գործ ունենք, մենակ Քրիստոսը, բայց այն օրը մեր քահանաներից մեկը հիմա չեմ հիշում, ես պատական հանդիպեցի։ Ասում մենք դրանով ասում է ամբողջ բանը նսեմ ասում ենք, չէ՞ որ ասում թե Քրիստոսը ասված չէ, ինքը հայր Աստծուն է միջնորդում, ասում հենց իրան կարող ենք խնդրենք, ոչ թե իրան բարեխոս։ Ուզում հասկանամ, այդ իշխանը վատ ճիշտ, որ Տեսեք, Հիսուս Քրիստոսի բարեխոսությունը դա փրկագործական բարեխոսություն է։ Աղանդավորները այստեղ շեղում ունեն շատ մեծ։ Հիսուս Քրիստոսի բարեխոսությունը դա փրկագործական բարեխոսություն է։ Սուրբ Հոգու բարեխոսությունը փրկագործական բարեխոսություն է, անմռունչ հեծությամբ։ Սրբերի բարեխոսությունը դա ընդհանրապես խնդրողական բարեխոսություն է։ Բարեխոսությունը չէ նշանակում բարի խոսել։ Շատ հաճախ է չէ լինում, որ հենց այդ նույն աղանդավորները մոտենում են իրենց այդ քարոզիչներին, ասում են ինձ համար աղոթք արեք։ Ինքն էլ է բարեխոս լինում։
Եթե մենք մեղավոր մարդիկս իրավունք ունենք որևէ մեկի համար աղոթելու, բա մաքրված առաքելական խոսքով Պողոս Առաքյալի Եբրայեցիների 12-րդ գլուխն ասում է կատարելության հասած հոգիներին, բա այդ կատարելության հասած հոգիներին, փրկված հոգիներին, սրբերին, առաքյալներին մենք չենք կարող որպես բարեխոս ընդունել։ Եթե ես մեղավորս կարող եմ որևէ մեկի համար խնդրել բժշկություն, բա սրբերը չեն կարող խնդրել։ Իրանք այստեղ խառնում են փրկագործական բարեխոսությունը բոլոր սրբերինը խնդրողական։ Աստվածածին ինչպես բարեխոսեց, գինի չունեն։ Ֆիլիպոսը ինչպես բարեխոսեց, հաճ չունեն։ Նույնն էլ երկնքի արքայության մեջ իրենք կարող են դա անել։ Չէ, հարցի իմաստը էս է։ Հիմա որ մենք աղոթում ենք երևի մեղք ենք գործում, որ ասենք Հիսուս Քրիստոս բարեխոսիր Տիրոջ առաջ, չէ՞ որ ինքն էլ Աստծո, պրյամո իրան դեպքերին իմաստ։ Հիսուս դա է ասում, Քրիստոսի բարեխոսությունը փրկագործական է, փրկության է տանում։ Մենք աղոթում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, Հիսուս Քրիստոսին ենք աղոթում։ Աղանդավորներ կան, բողոքական ասում են Հիսուս Քրիստոսին մի աղոթեք։ Ես ձեզ կարող եմ ցույց տալ։ Հիսուս Քրիստոսին մի աղոթեք, այլ Հորը։ Բայց Ստեփանոս նախավկան ում աղոթեց Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այստեղ բանն Աստծու, Հայր Աստծու եւ Սուրբ Հոգու, Հոգի Աստծու մեջ որևէ տարբերություն չկա։ Տարբերությունը միայն անձերի մեջ է։ Հայրը միշտ հայր է, որդին միշտ որդի է, Սուրբ Հոգին միշտ Սուրբ Հոգի է։ Բայց նրանց ամենասուրբ երրորդության կամքը մեկ է, իշխանությունը մեկ է, մեղքերի թողությունը մեկ է, ամեն ինչ մեկ է, թագավորությունը մեկ է, հա։ Իսկ մի բան հարցնեմ, ասում է Հիսուս աղոթելուց նրա ճակատից արյուն էր կաթում, նա վախենում էր հալածվելուց, խաչվելուց, խաչը բարձրանալուց, գանձվելուց։ Դա նոր պատասխանեցի, որ դա այդ պահին որպես մարդ, այսինքն ցույց է տալիս իր կատարյալ մարդեղությունը եւ հոր կամքը, հոր կամքով առաքված լինելը։ Շատ լավ, ժողովուրդ ջան, շնորհը, խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։